Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, բայց ոչ ոք դեռ դրա մասին չի հայտարարել, ասել է Սերբիայի վարչապետ Վուչիչը։ Նա հույս է հայտնել, որ կարելի է խուսափել հետագա սրացումից, բայց խոստովանել է, որ ներկայումս չի տեսնում դրան հասնելու հեշտ ճանապարհ։ Իրանի Կասպյան նավատորմն ամբողջովին ոչնչացված է, ինչպես փոխանցել են իսրայելական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նույն օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անձնական սոցիալական հարթակում գրել էր, որ Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը այլևս գոյություն չունեն։ Նա ամփոփել է, որ ամերիկյան օդուժը Իրանի երկնքում գործում է բացարձակապես ազատ և նրա դեմ նույնիսկ չեն կրակում։ Ռուսաստանյան մամուլը մինչդեռ հավաստել է, որ Իրանը ոչնչացրել է ամերիկյան F-35 5-րդ սերնդի կործանիչը։ Ըստ որոշ աղբյուրների Իրանը Ռուսաստանից ձեռք է բերել Վերբա տեսակի շարժական զենիթահրթիռային միջոցներ։ Իսրայելական մամուլում տեղեկություն է տարածվել, որ իսրայելական օդուժը Կասպից ծովի իրանական հատվածում ոչնչացրել է Ռուսաստանից Իրան սպառազինություններ տեղափոխող նավախումբ։ Փորձագետները եզրակացրել են, որ այդուհետ Ռուսաստան-Իրան ռազմական մատակարարումների այդ երթուղին անվտանգ չէ։ Reuters-ի տեղեկություններով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է մոտ ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինին և խնդրել, որ Իրանին սպառազինությունների մատակարարումը դադարեցնի։ Իսրայելական Յեդիոթ Ahronot-ի ռազմական հարցերով մեկնաբան Ռոմ Բեն Իշայի գնահատմամբ Ռուսաստանին Իրանի հաղթանակը ձեռնտու չէ, բայց Մերձավոր Արևելքում պատերազմը հնարավորություն է, որպեսզի ուկրաինական ռազմաճակատում Մոսկվան ամրապնդի դիրքերը։ Այս տեսակետը հիմնավոր թվում է այն առումով, որ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգները գերժամանակակից սպառազինություններ է կիրառում, իսկ դա բնականաբար սահմանափակում է ուկրաինական բանակի մատակարարումները։ ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը շատ ուշագրավ հրապարակում է արել այն մասին, որ Ռուսաստանը տիրապետում է այնպիսի հրթիռների, որ կարող են ամերիկյան ավիակիրների համար խնդիրներ ստեղծել։ Կա արդյոք ռուս-իրանական պայմանավորվածություն, թե առայժմ գործ ունենք տեղեկատվակ քարոզչական ագրեսիայի հետ, պարզ չէ, ակնհայտ է սակայն, որ Մոսկվան մտադիր չէ լքել Իրանա-իսրայելա-ամերիկյան ռազմաճակատը։ Այս առումով ամենայն հավանականությամբ նշանային է լինելու Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը։ Աստրախան Էնզելի նավագնացությունը ռուս-իրանական լիովին ազատ հաղորդուղի է, որի այլընտրանքը Ռուսաստան-Ադրբեջան-Իրան կամ Ռուսաստան-Կենտրոնական Ասիա-Իրան միջանցքն է։ Բայց երկրորդ դեպքում Ռուսաստանը և Իրանը պետք է ունենան Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների համաձայնությունը։ Առկա իրավիճակում, երբ Ադրբեջանը միացել է Պարսից ծոցի երկրների դեմ Իրանի հարձակումները դատապարտող հայտարարությանը, իսկ Ղազախստանը միացել Իսրայելի հետ Աբրահամյան համաձայնություններին, երկրորդ տարբերակի կիրառման հավանականությունը չափազանց նվազ է։ Մնում է, որ Ռուսաստանի Կասպյան նավատորմիղը իր վրա վերցնի Աստրախան Էնզելի և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների անվտանգության ապահովումը։ Ռուսաստանը գուցե աշխարհաքաղաքական առումով Իրանի հաղթանակի շահառուն չէ, բայց Իսլամական Հանրապետության կապիտուլյացիան, անկասկած նրա ռազմավարական պարտությունը կլինի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ Սևծովյան Կասպյան տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում ևս։ ՌԻԱ Նովոստիի խմբագրականը իրավիճակը ներկայացրել է այնպես, որ իբր Միացյալ Նահանգները միստր Պուտինին խնդրել է գերժամանակակից հրթիռները գործի չդնել։ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին հավաստիացրել է, որ կդադարեցնի Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմահենակայանների և ռազմածովային ուժերի ու ենթակառուցվածքների տեղաբաշխման մասին Իրանին արբանյակային հետախուզության տվյալներ տրամադրել, եթե ԱՄՆ-ն նույնը պարտավորվի Ռուսաստանի մասին Ուկրաինային տեղեկություններ տրամադրելու հարցում։ Այդ մասին հայտնել է Պոլիտիկոն։ Ըստ պարբերականի առաջարկածը անցյալ շաբաթ Մայամիում ներկայացրել է Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրևը Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթկոֆի և Ջերադ Քուշների հետ հանդիպմանը։ Ամերիկյան լրատվամիջոցին նաև հայտնի է դարձել, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ քննարկել և կարգավորել հարստացված ուրանի պաշարների նկատմամբ հսկողության հարցը, բայց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչները Կիրիլ Դմիտրևին մերժել են։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 20-ին լրագրողներին ասել է, թե Մոսկվան այդպես էլ պարզաբանումներ չի ստացել, թե
Եվրոպան ինչու է համառորեն փորձում դառնալ Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ։ Պոլիտիկոյի եվրոպական աղբյուրներն ասել են, ԱՄՆ-ին Ռուսաստանի արված առաջարկությունը Եվրոպան միայնակ թողնելու եւ Եվրատլանտյան դաշինքը փլուզելու նպատակ է հետապնդում։ Սպիտակ տունը Դմիտրիևի գործարքի մասին տեղեկությունը չի մեկնաբանել։ Երևում է ամերիկյան կողմն իրոք Պուտինի հետ սեպարատ համաձայնությունից հրաժարվել է։ Axios-ը գրեթե սենսացիոն տեղեկություն է հրապարակել, որ վերջին մի քանի օրերին Տաջիկստանից հազարավոր ծանրաքաշ բեռնատարներ մուտք են գործում Իրան։ Պաշտոնապես դա ներկայացվում է որպես մարդասիրական օգնություն, բայց ամերիկյան եւ իսրայելական հետախուզական ծառայությունները հիմնավոր կասկածներ ունեն, որ տեղի է ունենում սպառազինությունների քողարկված մատակարարում։ Որոշ տեղեկություններ կան, որ անցյալ տարվա հարձակումից հետո Իրանը Տաջիկստանի տարածքում հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ների արտադրություն է ստեղծել։ Axios-ն իր հերթին չի բացառել, որ Տաջիկստանը տարանցիկ դեր է խաղում եւ իրականում Իրանը ստանում է ռուսաստանյան արտադրության սպառազինություններ։ Հաշվի առնելով այն, թե որքան զգայուն է նման տեղեկություններին մոտենում Իսրայելը, կարելի է ենթադրել, որ Ամերիկա-իսրայելական կոալիցիան կարող է Տաջիկստան-Իրան ռազմատեխնիկական փոխադրումների լոգիստիկան փակելու որոշակի քայլերի դիմել։ Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ է։ Նույն օրը, բայց արդեն պաշտոնապես հայտնի է դարձել, որ Իսրայելը Սիրիայի հարավում հրթիռային հարձակման է ենթարկել Ալ-Շարայի կառավարական ուժերի տասնյակ հենակետեր։ Տպավորություն է, թե Իսրայելը ամերիկյան կոալիցիան ձգտում է Իրանի դեմ պատերազմի աշխարհագրությունն ընդլայնել, ուղղակիորեն շոշափելով Ռուսաստանի եւ Թուրքիայի արդեն զուտ տարածաշրջանային շահերը։ Ռուսաստանը եւ Թուրքիան կներքաշվեն իրանական պատերազմում։